Անուշ բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր մենք դատարկաձեռն չենք եկել Դարպաս գյուղից, ինչպես դուք արդեն ասացիք, այո։ Եվ Սյունիքի մարզում ընդհանրապես մենք տարբեր տեղեր այցելեցինք նկարահանումների եւ որտեղ գնում էինք, ասում էին եկեք մեր այգուց ծնեփակը քաղենք, տանենք մի կտոր հաց ուտենք։ Ու Վանիկ պապիկը արագ հենց մենք մտանք իրենց տուն, արագ ասեց «Այս թասը վերցրու արի»։ Բարևից անմիջապես հետո թասը վերցրու արի, գնացինք թասով հավաքեցինք ծնեբեկը եւ հատ ինձ հավաքել տվեց, ասում էր այս մեկը, այն մեկը եւ այդպես մենք այնտեղ կերանք իհարկե, բայց նաեւ բաժին հասավ ձեզ։ Ու հիմա մենք կպատրաստենք մի հետաքրքիր բաղադրատոմս, քանի որ ծնեբեկը բերեցինք, հասցրեցինք այստեղ։ Որն է ֆենոմենը, որ ծնեբեք այսքան դարձավ պահանջված եւ տարբեր ուտեստերի։ Սյունիքի մարզում միշտ է եղել եւ այնտեղ ասում են անտառներում էլ միշտ եղել է, բայց հիմա ավելի ճիշտ մշակված յուրաքանչյուրն իր բակում ունի եւ հետաքրքիր բաղադրատոմսեր կան նաեւ հենց այնտեղ մենք էլ նկարել ենք հաջորդ շաբաթ նաեւ եթերում կլինի մեր հեռուստադիտողներն կտեսնեն։ Իսկ այսօր ինչ ենք պատրաստում ծնեբեկով։ Այսօր մենք հետաքրքիր հիմա ասեմ ինչ է անհրաժեշտ, վերջում կտեսնենք ինչ դարձավ։ Ինչ է դառնում։ Իրականում հիմա Instagram-յան տարբեր հետաքրքիր, այսպես թրենդային ուտեստներ են պատրաստում։ Մենք տեսել ենք ծնեբեկը, դուք հավանաբար տեսած կլինեք, ծնեբեկը բեկոնով։ Այսօր մենք երբեք չենք արել դա։ Այսօր մենք կարող ենք հենց այդպես պատրաստել եւ կրեմ պանիր ունենք այստեղ, ֆետա պանիր ունենք, կիտրոնով, թարխունով, շատ հետաքրքիր մի այսպիսի նախուտեստ կպատրաստենք եւ վրան կդնենք բեկոն ու ծնեբեք։ Արդեն շատ հետաքրքիր է, թե համային ինչպիսի յուրահատուկ հրավառություն է մեզ սպասվում, որովհետև մեկը մյուսից շատ տարբեր, միևնույն ժամանակ յուրահատուկ կերպով համադրվող բաղադրիչներ ես ընտրել Անուշ։ Այո։ Հիմա պետք է Instagram-յան թրենդային ուտեստները համատեղել նաև առողջ համեղ նոր արարությունների հետ, որն անում է Անուշը մեր խոհանոցում։ Գիտես, ծնեբեկի մասին, քանի որ նշեցիր, ինչու եւ ինչպես այսքան պահանջված դարձավ նաեւ շուկայում, որովհետեւ մենք ունենք շատ բանջարեղեններ, կանաչիներ, տեսակներ, որոնք իսկապես օգտակար են, բայց չունեն հանրահռչակում։ Եվ երբ որ մենք օրինակ ժամանակին այդքան էլ հայտնի չէր ավոկադոն եւ ինչ որ մի շրջանում դարձավ նախաճաշի անբաժան մասը, բոլորը հիմա ձեռք են բերում, որովհետեւ գիտեն որքան առողջարար է, որքան օգտակար է։ Նույնը ծնեբեկը անցավ այդ ճանապարհը, հայտնիություն ձեռք բերելու եւ հիմա ոչ միայն մեզ մոտ, այլ նաեւ աշխարհում շատ պահանջված է, բացի հետաքրքիր լինելուց վիզուալ եւ Instagram-յան կամ Pinterest-յան իրականությունը մեր սեղանին տեսնելուց, նաեւ իսկապես շատ առողջարար է ու վիտամիններով հարուստ, այնպես որ կարելի է հաճախ պատրաստել ծնեբեք, եթե ոչ նախաճաշին մի քանի հատիկը վայելելու, նաեւ այս տարբերակով կարող եք զարմացնել ձեր ընտանիքի անդամներին։ Եվ գիտես, մանե կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ այսօր նաև շատ ակտուալ է ծնեբեկի ճիշտ մշակումը, այլ որի շնորհիվ այն դարձավ նաև այսքան պահանջված տարբեր ուտեստերի կամ հենց նրանով պատրաստվող ուտեստները։ Տապակում ենք ծնեբեկը Անուշ հետ։ Այո, մի քանի հատիկ մենք կտապակենք, որպեսզի նախուտեստի վրա դնենք եւ այստեղ արդեն համար պարզապես ինչպես որպես զարդարակ։ Այո, եւ հիմա մենք այսպես փորձենք գեղեցիկ փաթաթենք նաեւ բեկոնը։ Իդեպ մանե այո օգտակարության մասին նշեցիր եւ ասեմ, որ ընդհանրապես ամենաթանկարժեք եւ ամենահամեղ սթեյքի հետ միշտ մի քանի կտոր ծնեբեք է բաժին հասնում։ Իսկ դու սիրում ես սթեյք։ Շատ։ Իսկ եփվածության ինչ աստիճան ես սիրում։ Շատ աստիճան։ Շատ լավ եփված։ Շատ լավ եփված։ Անուշ դու։ Դա թերևս թերություն է։ Սիրում եմ ավելի եփված։ Հասկացա, ես մենակ եմ այսօր։ Քիչ հետո քեզ կմիանա մեր գործընկերը Միտա Ղափլանյանով նույնպես սիրում է շատ քիչ եփված ամեն դեպքում։ Այո, ես։ Իսկ փաթաթուկներն էլ ենք տապակելու, թե դա հենց այդպես։ Այո, իհարկե։ Ընդամենը 2-3 րոպե արդեն պատրաստ է։ Կարող եք նաև այս տարբերակը ջեռոց տեղափոխել, այո, շատ կարճ ժամանակ եւ պատրաստ կլինի։ Բայց թե քանի թավան տաք է։ Երկաթը պետք է տակ ծեծել։ Ծնեբեկը պետք է տակ տապակել։ եփել։
Մի փոքր։ Այ որ ասում են ծնեբեկի մշակում անուշ, խոսքը գնում է իր աճման ընթացքում ջերմաստիճանի ճիշտ պահպանման մասին, թե պարզապես սա նոր տեսակ է, նոր մոտեցում է ծնեբեկի։ Ծնեբեկի ինչը հարց։ Մշակման ընթացքը։ Ընդհանրապես տեսակներ կան, այո, տեսակներ կան, որ հիմա արդեն աճեցնում են հենց այդ տեսակները, ճիշտն ասած անունը չեմ հիշի, բայց այն ինչ որ մենք տեսնում ենք ռեստորաններում, դա հենց այս ծնեբեկն է, որ հիմա մարդիկ սկսել են իրենց այգիներում աճեցնել։ Ես գիտեմ, որ ծնեբեկը աճեցնելու համար պետք է լավ համբերություն առաջին հերթին, որովհետև գոնե առաջին տարին բերքն այնքան լավ չի լինում, որքան կանխատեսում են։ Առաջին տարին ընդհանրապես չի կարելի, այո։ Եվ չի կարելի, թե չի լինում շատ։ Չի կարելի, նույնիսկ լինելու դեպքում չեն օգտագործում ու այդ համբերությունը ամենակարևորն է եւ առաջնայինն է։ Եթե որոշել ես ծնեբեք աճեցնել անգամ փոքր տարածքում, բակում, օրինակ ձեր ընտանիքի համար, միևնույնն է պետք է առաջին հերթին ֆիքսել, որ հիմա աճեցնում ենք հետոյի համար։ Գոնե 2 տարի։ Առաջին տարին, որովհետև արմատային համակարգը այդպես լավ զարգանում է եւ հաջորդ տարի շատ ավելի պետք է բերք տա։ Եթե դու քաղես առաջին տարում, արդեն մյուս տարին քիչ կլինի։ Այդպես հիմա կրեմ պանիրը եւ ֆետա պանիրը կխառնենք ու պատկերացնում եք թարխունով, կիտրոնի կեղևով ինչ համ է ստանալու։ Այո։ Միայն։ Քերելու են կիտրոնի կեղևը միայն, այո։ Թարխունի այս նուրբ հատվածները, տերևները կհանենք ու կկտրենք։ Ձայնը միայն լսեք, թե ինչպես է տապակվում ծնեբեկը, խոզապուխտը, ճիշտ եմ հիշում։ Բեկոն։ Բեկոն, ներողություն։ Իհարկե կարող է նաև պրոշուտո լինել։ Օ Նոր միտք մանեի համար։ Ես արդեն պատկերացրեցի։ Խրթխրթան հացի վրա հիմքը կլինի այս կրեմ պանիրը, Այո, իդեպ սա հենց բրուսկետա կարող է լինել։ Եվ հետո ծնեբեկը արդեն տապակված, որը ունենք, իսկ վերջում գեղեցիկ կդնենք պրոշուտոն, վրան կավելացնենք շատ քիչ բալզամիկ քացախ։ Կարծում եմ վերջ։ Եվ առաջին խրթը կվայելենք։ Վերջ, դու քո օրվա Ես նախաճաշս պարզը չէ ինչ։ մտորի գոնե վայելել ես։ Ինչու ես չունեմ այդ խնդիրը շատ ուտելու, որովհետև հաճախ պատկերացնում եմ եւ հերթը չի հասնում ուտելու։ Մի քանի րոպե սա եւս հիշեցնենք տապակելու համար, ընդամենը 2-3 ամենաշատը։ Այդ գիտես երբեմն լինում են բաղադրատոմսեր, որ վերջնական մատուցման ձևը արդեն կարողանում ես պատկերացնել, թե ինչպիսի տեսք է գոնե մոտավորապես ունենալու։ Բայց այս դեպքում անուշ չեմ կարողանում դեռ պատկերացնել մատուցելիս վերջնական տեսքը ինչպիսին է լինելու։ Սա որովհետև մեկ ափսե է գեղեցիկ հավաքվում։ Սա առանձին կողքին պետք է դրվի։ Այսքանը կարծում եմ բավական է։ Արդեն բույրը տարածվել է ամբողջ տաղավարով մեկ։ Այո։ Բայց հրաշալի տարբերակ է, որ թարխունի նուրբ հատվածներն ենք, հա, թերթիկներն ենք առանձնացնում, որովհետև իր ցողունը, այսպես կոչված, մի փոքր ավելի կոշտ է, չնայած որ դրա սիրահարները կան օրինակ։ Ես էլ, ամենայն ազնվությամբ ես հատկապես դրա համար շեշտեցիր։ Իսկապես, շատ համեղ կանաչիներից մեկն է թարխունը։ Հիմա մի փոքր կիտրոնի կեղևը քերենք, տեղին հատվածը եւ շատ բույրան նկարագրելի է գնալով մեր ախորժակը բացվում է, անուշը տանջում է մեզ։ Պետք չի որ մենք կամած քաղցի զգացողություն ենք ունենում, չնայած դու երևի կարող է կամած մոտենակ։ Քիչ քայլենք դեպի խոհանոց, բայց չէ, մենք կհամբերենք, որպեսզի տեսնենք նաեւ մատուցման ինչ տարբերակ է այսօր առաջարկելու, որովհետեւ ինչպես գիտեն մեր հավատարիմ հեռուստադիտողները, Անուշը միշտ գնահատում է նաեւ մատուցման հետաքրքիր օրիգինալ տարբերակները եւ միշտ զարմացնում է մեզ։ Ես հիմա ուզում եմ պատկերացնել կիտրոնի կեղևի նուրբ ու առանձնահատուկ համային երանգը, որ փոխանցելու է բաղադրատոմսին։ Ես արդեն բույրը զգում եմ իսկապես այնքան թարմեցնող, այսպես
անուշ բույր է։ Եվ պետք է ասել, որ կիտրոնի ամենաառողջ եւ վիտամիններով, հա, հարուստ հատվածն ենք օգտագործում, չէ՞, կեղևը, եթե չեմ սխալվում, ամենա պետքական մարդու օրգանիզմի համար, չնայած ոչ շատ հաճախ ենք այն։ Իսկ դու ուտում ես կիտրոն։ Այո, տրամադրվում եմ եւ ուտում եմ հենց այդպես ամբողջովին։ Ապրես։ Այո։ Թուլանում եմ, զգայարաններս փորձում եմ անզգայացնել։ Այո, չեմ մտածում, որ Չես սիրում թթու։ շատ եմ սիրում։ Ահա, Դեպս պարզապես մի ամբողջ կիտրոն ուտել է հենց այդպես։ Չէ, մի ամբողջ կիտրոն հատկապես եթե ունեք ճնշման խնդիր, խորհուրդ չի տրվում ուտել, որովհետև իջեցնում է շատ արագ կիտրոնը ճնշում։ Բայց դե մեկ-մեկ կարելի է։ Ավազակություն մեկ-մեկ կարելի է։ Ահա։ Արդեն պատրաստ է ծնեբեկը։ Հիմա փորձենք այստեղ գեղեցիկ տեղավորենք։ Տեսնենք ինչ կստացվի։ Ասեմ, որ կառուցել ապսել։ Այո։ Ասեմ, որ առաջին անգամ եմ այսպես օղակի մեջ հիմա սա փորձում պատրաստել։ Հուսամ կստացվի։ Երբ սկզբում նշեցիր, թե ինչ ենք պատրաստելու, ինձ թվաց մենք դասական տարբերակով ենք մատուցելու, ապսեի հիմքը ստանալով այս մեր սպիտակ եւ շատ թարմ զանգվածը, իսկ վրան ավելացնելու ենք ծնեբեկը, բայց երբ դու արդեն մի քանի ծնեբեք առանձին որոշեցիր տապակել, հասկացա, որ մի բան այն չէ այս պատմության մեջ։ Հիմա տեսնենք ինչ կստացվի։ Դե ինչ խոսք երկարվեստում կան, չէ, հեղինակ կատարողներ, ովքեր անդադար իրենցն են ստեղծագործում, երաժշտական հենց իրենց կենսագրությունն են ստեղծում։ Այս դեպքում Անուշը սիրելի ու սա դիտողներ, թեկուզ ամենահայտնի բաղադրատոմսը, բայց միևնույն է որևէ կաթիլ հեղինակային պիտի լինի այդտեղ։ Հաճախ ես սա պատրաստում Անուշ, թե քեզ համար էլ է նորություն ամեն դեպքում։ Չէ, իրականում հատկապես կրեմ պանիրը այս ձևով ֆետայի հետ խառնած եւ շատ տարբեր բաղադրիչներով համադրում եմ, այո։ Հիմա այնինչ, այսինքն այս հիմքով կարելի է պատրաստել շատ այլ տարբեր նախուտեստներ, աղցաններ։ Օրինակ կարելի է ուղղակի այստեղ ավելացնել դեղց տապակված, թուզ։ Հիմա փորձենք բարձրացնել եւ ահա, հրաշալի։ Հիանալի Անուշ։ Ստացվեց վարպետորեն։ Հիմա ինչ ենք անում։ Ուղղակի այսպես բեկոնը խառը դնում ենք վրան։ Տես ոչ միայն շատ համեղ, ոչ միայն հրաշալի բույր ունի մեր աղցանը, այլ նաև գեղագիտորեն է Անուշը փորձում շատ գեղեցիկ մատուցել աղցանը եւ ձևավորել, շատ սիրում։ Բացառապես ինձ անծանոթ էր այս բաղադրատոմսը, պետք է ասեմ, նորություն է միանշանակ, որ պետք է փորձել ու տալ ամենաբարձր գնահատականը մեր Անուշին։ Իսկ վերջին շրջանում առհասարակը որ ուտեստ է, որ բաղադրատոմսն է Անուշ, որ շատ հաճախ ես պատրաստում պահանջարկից ելնելով, իհարկե եւ ընտանեկան եւ ընկերական շրջանից։ Ոյ, այդպիսիք շատ են, որովհետև անընդհատ նոր բաղադրատոմսեր են ստեղծվում։ Հատկապես այստեղ, որ պատրաստում եմ ինչ-որ բան, բոլորը շատ հավանում են, հետո ես գնում եմ, կամ հակառակը, եթե տանը պատրաստում եմ նախապես, հավանում են, հետո արդեն դառնում է այստեղ սիրելի բոլորի համար։ Իրականում շատ են, այդպես հստակ մի քանիսը նշել չեմ կարող։ Վերջին շրջանի ամենահետաքրքիր բաղադրատոմսը քեզ համար համային առումներով ո՞րն է եղել։ Պղպեղը, խորոված պղպեղը, էլի կրեմ պանրով եւ տարբեր էլի կիտրոնի հյութով փաթաթված այդ փաթաթուկները։ Մենք սովոր ենք ընդհանրապես սմբուկով, չէ՞։ Այս հիշել եմ այդ դեպքը, այո, այո, տրենդային է, Այո։ շատ վերջին շրջանում շատերն են պատրաստում։ Այդպես հիմա ինչ ենք անում։ Վերցնում ենք արդեն տապակված ծնեբեկն ու բեկոնը։ Այսպես սիրում դնենք։ Իդեպ ուրախալի է նաև, որ սոցհարթակները, մասնավորապես նույն Instagram-ը դարձել է մի վայր, որտեղ ոչ միայն պրոպագանդվում է գեղեցիկը, այլ նաև համեղն ու առողջարարը։ Այո, Եվ իսկապես առողջարարը ու
թեկուզ այդ տարբերակով, որ կդառնա նորաձև եւ կդառնա պահանջված, միևնույն է կարող ենք հուսալ, որ մարդիկ կսկսեն ավելի շատ գնալ եւ քայլել դեպի առողջ սնունդը, ավելի գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ օգտակար պրոդուկտներ գնելը, այլ ոչ հակառակը, որովհետև շատ հաճախ մենք գնահատում ենք մեր ժամանակը եւ փորձում ենք արագ այդ fast food ասված արագ սնունդը, բայց արի ուտես, որ արագ սնունդը նաեւ անուշի օգնությամբ կարող է լինել շատ առողջարար ու շատ գեղեցիկ։ Այն է ինչ արագ, ընդամենը 10 րոպե։ Այո, ամենակարևոր բանն է ինձ համար, որ խոհանոցում շատ արագ պատրաստել։ Ես սիրում եմ, կարող եմ ժամերով օրինակ խոհանոցում լինել, բայց պետք է արագ պատրաստել։ Հիմա ռիթմը չկորցնելով, ինչ ենք վերջում ասում, քունջութը ավելացնում ենք եւ կարող ենք ասել անուշ լինի։ Շնորհակալ ենք Անուշ, այո, թող անուշ լինի, մենք հիմա անպայման կգանք եւ նորությունը մեզ համար կփորձենք, սիրելի հեռուստադիտողներ, դուք էլ եթե հետևեցիք եւ ունեք ցանկություն շատ արագ պատրաստելու, խնդրեմ համեցեք, իսկ եթե ոչ, շարունակեք մնալ մեզ հետ ու վայելել երաժշտական տրամադրությունը։ Գնացինք։